Արգելի խորհրդարան, երբ 4 քաղաքական ուժեր միասին այս հարցը հրատապ կարգով խորհրդարանի քննարկման առարկա դարձրեցին, մեր մոտեցումը, խմբակցության մոտեցումը հետևյալն էր. իսկապես հարցը հետաքրքրում է ազգաբնակչությանը, գոնե դա բացարձակ մեծամասնությանը, եւ մեր նպատակն էր, որպեսզի գլխավոր հարցերը առանձնացնել պրոֆեսիոնալ մոտեցումով շատ կարճ ժամանակահատվածում կարողանալ տալ այդ հարցերին պատասխան։ Մեծամասնությունը մերժեց։ Կներեք, որևէ համոզիչ պատասխան չեղավ, թե ինչու մերժեցիք։ Ասա թե ընդամենը քմահաճություն էր մեծամասնության, որ մենք պետք է նախաձեռնենք եւ դուք էլ պետք է խաղաք այդ խաղի կանոններով, քիչ է։ Ասա թե մեծամասնությունը մտահոգված էր, որ քիչ են այն հարցերը, իսկ ժողովրդին ավելի շատ հարցեր են հետաքրքրում, քան ձեր նախագծում կա, դա էլ համոզիչ չի։ Ուրեմն ինչ էր։ Ես մա կփորձեմ ասել, իմ կարծիքով ինչ է սա։ Մենք գտնում ենք, որ ընդամենը 3 հարց պետք է ներառել այս նախագծում։ Առաջինը, արդյոք պայմանագիրը, որը գործադրվել է 11 թվականի ապրիլի 1-ից, համապատասխանում է այդ գործադրման գործընթացը համապատասխանում է մեր օրենքներին, սահմանադրությանը, թե ոչ։ Երկրորդ, արդյոք $204 սահմանից մինչև սպառողին հասնելը, դա իսկապես 204 է կազմում, թե ավել կամ պակաս։ Եվ երրորդը, ի վերջո, մինչև 43 թիվը մենք արգելում ենք, որպեսզի էներգակիրների նոր ռեսուրսներն հայտնաբերենք կամ կարողանանք լրացուցիչ աղբյուրներ հայտնաբերել էներգիայի ապահովման եւ ընդհանրապես այդ ոլորտի զարգացման համար։ Մնացած որևէ հարց այս դեպքում չեն կարծում, որ ազնաժողովը կարող է քննարկել կարճ ժամանակահատվածում։ Դուք ցավոք սրտի նման այնպիսի հարցեր եք դրել այստեղ, որ մեկ ամբողջ գումարման ընթացքում, եթե լրջորեն քննարկենք, այդ մեկ գումարումը չի բավարարի։ Ընդ որում վերջում էլ կհայտնվենք այն վիճակում, որ կասենք իզուր ենք այս հարցերը դարձել քննարկման առարկա։ Ես երեք պարոն Արությունյանին ասացի. ի վերջո մենք ինչպես պետք է ճշտենք Իրանը մեզ հետ գազի աղբյուր կդառնա, այսինքն մենք կարող ենք ներկրել, թե ոչ։ Շատ ճիշտ ասաց պարոն Արությունյան, որ սա քաղաքական հարց է։ Ասում եք ուսումնասիրենք, ինչ ուսումնասիրենք, գիտենք, որ ենթակառուցվածքներ կան, գիտենք ինչու թույլ չեն տալիս, որ միջանցիկ տարածք դառնա Հայաստանը։ Առնվազն, որպեսզի այս քաղաքական հարցերը ճշտենք, պիտի գնանք կամ Իրանի նախագահի հետ հանդիպի ազնաժողովը, նրանից անկեղծ պատասխան լսի, կամ առնվազն Պուտինի հետ ասել, թե ինչ քաղաքական հարց է, որ տարանցիկության հետ խնդրեմ ունեք։ Նրանք էլ մեզ հետ կնստեն, անկեղծ կխոսենք, ասեն, այո, այդպես է եւ կբացատրեն ինչու։ Սա բացարձակ դիվանագիտական արդյունության հարց է, կոնֆիդենցիալ, բացարձակ կոնֆիդենցիալ հարց է, քաղաքական հարց է եւ այդպես ամբիցիոզ պլան մի դրեք, որ Պուտինը պետք է ձեզ բացատրի, թե ինչ է կատարում կամ Իրանի նախագահը։ Անիմաստ է այս 4-րդ կետը ներառել սրա մեջ, բայց աշխատատար է, ժամանակատար է եւ մի 2-3 ամիս կծախսենք սրա վրա։ Կամ հենց առաջին հոդվածը։ Մի խոսքով, մենք ուզում ենք ստուգել կալորիականությունը։ Այո, դա արդիական էր, երբ լայն ծավալով գազ էր մտնում, ձմեռ էր, ցուրտ էր, եւ եթե ես անմեղության կանխավարկածին կողմ եմ, եթե իսկապես ինչ որ քիմիական նյութ էին ավելացնում, որը ծավալը մեծացնում էր գազի եւ որակը ընկնում էր, անցավ այդ բանը։ Ես արդեն բավականին ժամանակաջեռություն չեմ օգտագործում, տամ ձեզանից շատերն էլ։ Գազը շատ փոքր ծավալով է եւ այս պահին խնդիր չկա դաստուգել։ Կառավարությունը նույն հարցը դրել է եւ վստահ եմ, որ կառավարությունը ճիշտ եզրակացություն կբերի, որ կալորիականությունը նորմալ է, բան չկա։ Մենք էլ 2 ամիս կչարչարվենք, կգանք կասենք, որ այո, նորմալ է ամեն ինչ։ Ինչ ենք այս հարցը դրել։ Ուրեմն եթե միանակ առաջի հոդվածի համար, հարգելի մեծամասնություն, 3 ամիս պետք է, որպեսզի մենք կարողանանք այս թվարկած հարցերը ճշտել։ Եվ էլի տարբեր հարցեր, բայց ասում եմ երկրորդ մեր առաջարկության ժամկետի հետ կապված։ Այն ժամկետը, որը նախատեսված է, քիչ է լինելու։ Ես վստահ եմ, որ մեր արգելի Դավիթ Արությունյանը, ապագա ազնաժողովի ապագա նախագահը, կգա այս ամբիոնին շատ կիրթ, համոզիչ, կասի սիրելի խորհրդարան, մենք աշխատեցինք շատ տքնաջան, բայց մենք ընդամենը 30% ենք կարողացել, նույնիսկ եթե մինչև հունիսն ենք տանում, 30% են կարողացել ուսումնասիրել։ Տրամաբանական առաջարկություն կանի, կասե եկեք հետաձգենք մինչև նոյեմբերի 8-ը, հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաջորդ օրը։ Մենք ասում ենք եկեք մինչև հեղափոխությունը այս հարցը բարձենք։
Դուք ասում եք, չէ, հեղափոխությունից հետո որ հեղափոխություն եղավ, էլ այս հարցը պետք չի բարձել։ Ամեն ինչ իր տեղը կընկնի։ Այսինքն խնդիրը ժամանակի հարցն է, ինչու ենք ձգում ժամանակը։ Պարզ չի, որ ժամանակ ձգելու համար պետք է նման օրակարգում նման հարցեր մտցնել։ Իսկ թե ինչու ենք ձգում ժամանակը շատ պարզ է, շատ պարզ է։ Քաղաքական բավականին լուրջ process-ներ են ընթանում։ Ուշադրություն կարելի է շեղել, եւ եթե վաղ ընդդիմություն մի նոր հարց բերի, ասեք, այս ընդդիմությունը ինքնանպատակ խաղեր է խաղում։ Ասացիք ուզում ենք ազնաժողով, ստեղծել ենք, էլ ինչ եք ուզում։ Հիմա էլ ինչ եք ուզում։ Իմ գործընկերները, որոնք ֆիքսում են ժամկետի վրա, հիշեք խոսքս։ Մի քանի ամիս հետո մեր շատ սիրելի գործընկերը կբերի, շատ համոզիչ կբացատրի, որ եկեք սիրելի բարեկամներ, հետաձգենք։ Եվ դուք էլ տրամաբանության շրջանակներում, եթե ես լինեմ, ես էլ ձեռք բարձրացնեմ, որովհետև եթե լիազորել ենք այս ծավալի աշխատանք, մի մտածի, որ այս ծավալի աշխատանքը 2-3 ամսում կլինի։ Հաջորդ հարցը ազնաժողովի հետ կապված։ Գիտեք, իսկապես ուզում եմ, որ իրար հարգենք եւ համոզիչ լինենք։ Դուք ասում եք, պարոն Դավիթ Արուշյանը ասաց, մեր քաղաքական մշակույթը դեռ հասունացած չի, որ ճիշտ է Եվրոպայում ընդունված է, որ ընդդիմությունը ղեկավարի այսպիսի ազնաժողովները, որովհետև վերահսկիչ ինչ-որ ֆունկցիաներ են իրականացնում, դրա համար էլ առայժմ մենք թույլ չենք տալիս, որ ընդդիմությունը ղեկավարի այդ ազնաժողովը։ Շատ պատասխանատու հայտարարություն է, պարոն Արությունյան։ Այդ դեպքում ասեք, քաղաքական դաշտի որ հատվածը հասունացած չի։ Օրինակ ես կարծում եմ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը հասունացած է։ Ես կարծում եմ մեծ պատիվ կլինի ազնաժողովին, եթե այդ ազնաժողովը ղեկավարի Արծվիկ Մինասյանը, Արամ Մանուկյանը, Թևան Պողոսյանը, առավել ևս Հրանտ Բաքրատյանը։ Այսինքն ինչ է նշանակում հասունացած չէ։ Եթե մեծամասնությունը հասունացած չի, դա ձեր խնդիրն է, հասունացեք եղբայր քաղաքականապես։ Ինչ եք մեզ մեղադրում դրանում։ Ուրեմն սա բացարձակ որևէ քննադատության չի դիմանում։ Եվ պետք չի ասել, որ բացարձակ մեր քաղաքական մշակույթի հրամայականն է, որ բոլոր ազնաժողովները ուրեմն պետք է ղեկավարի մեծամասնությունը։ Սա աշխատանք է պահանջում, տքնաջան աշխատանք, այստեղ պաշտոն չկա, փող չկա, թույլ տվեք թող ընդդիմությունը տանջվի, չարչարվի, ինքը աշխատի այդ ազնաժողովում։ Եվ եթե ասում եք քիչ է 6 հոգին, մենք նախնական ասել էինք 6 հոգի։ Յուրաքանչյուր խմբակցությունից 1 հոգի։ Քիչ է, լավ, համաձայն եմ։ Եկեք 2 հոգի թող լինի 12 հոգի։ Հիմա Գրիգորիչ ամեն ինչ մանրամասը քեզ կբացատրեմ, մի քիչ ուշադիր լսի։ Հետևաբար, ուրեմն ինքնանպատակ, ինչ որ բացարձակ լիազորություն ունի ազնաժողովի նախագահը պարոն Դավիթ Արությունյանը։ Շատ պարզ է, բոլոր ազնաժողովներում էլ դա այդպես է։ Նույնիսկ մենք գնում ենք փոխզիջման։ Ասում ենք եկեք համանախագահների ինստիտուտը օգտագործենք։ Պարզվում են դիմությունը այս դեպքում էլ ասում չի, որպեսզի համանախագահ դառնա։ Լավ, եկեք հարգենք իրար։ Այդպես չի կարելի բացատրել։ Դուք ինքն էլ նաև ծիծաղում եք, որ կարող է ընդդիմությունը ձեր այս փաստարկները ընդունի։ Մենք չենք, ես չեմ ընդունում ձեր փաստարկները։ Ուրեմն ինչ նպատակ է հետապնդում։ Ժամանակ պետք է ձգել։ Պետք է ժամանակ ձգել, քաղաքական process-ներ են ընթանում, ամբողջ քարոզությունը ձեր ձեռքին է, ամբողջ ուշադրությունը գնա այս ազնաժողով, եւ դրանով դուք նորից կարող եք շահարկել, որ տեսեք ինքնանպատակ ընդդիմություն կա, տեսեք ինչ է անում։ Եվ վերջին կետը։ Օրիգինալում փակ նիստերի մասին խոսք չկար, սկզբնական տարբերակում, հետո ավելացրեցիք։ Գիտեք, ինձ թվում է, որ շահարկում բառը սկսել ենք շատ շահարկել, շատ ենք շահարկում այդ բառը, որովհետև ես հասկանում եմ, երբ ասում ենք ընդդիմությունը շահարկում է, խորքում ուզում եք ամեն ինչ փակ պահել։ Այդ փակը մերերն անիծել է։ Կարծեմ Գերագույն խորհրդի վերջին մոհայկաններից կան այստեղ նստած, երբ on-line ռեժիմով ամբողջ նիստերը հեռարձակվում էր, եւ ազգային ժողովը որ այդքան Գերագույն խորհուրդը լայն արդյունավետ գործեց, դա նրանից էր, որ ժողովուրդը ուշադրություն էր դարձնում, թե ումն է ուղարկել խորհրդարան։ Այդ ժամանակ ոչ ոք այս ամբիոնից չէր վախենում։ Ով եկել էր խորհրդարան, գալիս խոսում էր։ Չէր վախենում, նստում էր ամբիոնին նայում էր, ասում էր, ինչ բոբոյա, այդ համ ինչ անեմ, եկել է խորհրդարան, բայց վախենում է գա այստեղ խոսի։ Այդ հրապարակայնությունը բոբո չի իսկապես։ Նա կարողանում է այս կողություն իրականացնել նրանց վրա, ովքեր եկել նստել են այստեղ։ Դուք ասում եք փակ լինի նիստերը, ինչի փակ լինի։ Ընդհակառակը ես համոզությամբ համաձայն եմ ՀԱԿ-ի ներկայացուցիչի հետ, որ եկեք ընդունենք, որ բաց են նիստերը, բայց եթե շատ կարևոր պետական գաղտնիք կա, կարծում եմ բոլորն էլ հասկանում են։ Քվեարկենք ասեն, սա փակ է։ Այլապես, երբ ասում ենք փակ է, միայն առանձին դեպքերում կարելի է բաց անել։ Ուղղակի ուզում ենք ասել, փակ կլինի, ծածկադմբոս կլինի եւ ոչինչ չենք տա։ Դրա համար եկեք պայմանավորվենք, որ իսկապես կարևոր ազնաժողով է, հարգենք միմյանց եւ կարողանանք ինչ-որ ճիշտ լուծումներ գտնել։ Գիտեք, մի բան է, երբ մարդ շատ պատահական, մի ամտորեն չգիտակցելով մտնում է մի խաղի մեջ, կամ այս դեպքում ազնաժողովի մեջ, եւ պարզվում է, որ խափնվել է։ Իր անկեղծությունը խափվել է։ Հետո օգտվում է բնությունից տրված իր իրավունքից։
սխալվելու իրավունքից, բայց երբ նախապես մարդ գիտի, որ գնում է խաբվելու, իր ակնկալիքները չեն առաջանում, այդ մարդը հարգանքի արժանի չի լինի եւ դուք էլ չեք արգի։ Եթե մենք անկեղծ ընդունենք, որ սա է։ Կա աքսիոմատիկ ճշմարտություններ։ Աքսիոմատիկ ճշմարտություններից մեկն այն է, որ իսկապես խորհրդարանի վերահսկիչ նման ազնաժողովների հիմնական ուրեմն մեղը դրվում է օպոզիցիայի վրա, ընդդիմության վրա եւ նախագահը դառնում է օպոզիցիան։ Դա այն աքսիոմատիկ ճշմարտություններից է, որ կան բնության մեջ շատ աքսիոմաներ, որոնք ապացուցման կարիք չունեն, սա էլ ապացուցման կարիք չունի, պարոն Հարությունյան։ Բայց դուք եկել եք ոչ միայն չեք համաձայնում մեր այս խնդիրներին, նաև չեք ուզում, որ ընդդիմությունը ունենա իսկապես որոշիչ դերակատարություն այստեղ։ Հասկանալի է, որ մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին, եւ հետո մի 2-3 ամիս հետո նորից կվերադառնամ այս ելույթին եւ կասեմ, վստահ եմ, որ ընդդիմությունը կամ կբոյկոտի կեսից կամ էլ ռուսական իմաստություն կասում, ահա եկավ Յուրիև դեմը օրը եւ ոչինչ չստացանք։ Դա է լինելու։ Եվ եկեք այս խաղը չխաղանք։ Մենք դեմ ենք քվեարկելու, բայց կմասնակցենք ազնաժողովին, ներկայացուցիչ կունենանք թե ոչ, մեր գործընկերները եթե դեմ են քվեարկելու, միասին քննարկենք, արդյոք արժի ազնաժողովում ունենալ ներկայացուցիչ թե ոչ։ Շնորհակալություն։ Հայ հեղափոխական դաշնակցություն պատգամավորական խմբակցության անունից ձայն է խնդրում պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, դաշնակցության մոտեցումը շատ հստակ է այս հարցի հետ կապված։ Մենք երբեք կարևորագույն խնդիրների առնչությամբ շոուներ չենք ուզեցել սարքել, ինչ-որ հատուկ PR նպատակներ երբեք չենք հետապնդել եւ դրա ամենալավ ապացույցն այն է, որ այս հարցը մենք սկսել ենք հետապնդել դեռևս 2010 թվականից։ Եվ ուղղակի այն վերնագիրը, որ այստեղ դրված է, նույն վերնագրով 2010 թվականին Դաշնակցությունն առաջարկել էր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով։ Եվ իսկապես Դաշնակցությանը դժվար է մեղադրել այդ PR ակցիաների մեջ, որտեղ մեր հիմնական խնդիրն իսկապես հարց լուծելն է։ Եվ եթե ինչ-որ հարթակ հնարավորություն առաջանում է այդ հարցը լուծելու համար, մենք չենք խուսափում մտնել այդպիսի գործընթացի մեջ։ Որտեւ շատ անտրամաբանական կլինի, ասենք, պահպանել այն մոտեցումը, թե ստեղծվում են հանձնաժողովները, որպեսզի հարցը փակեն, կոծկեն եւ այլն։ Կա այդպիսի ընկալում։ Ես չեմ դա հերքում եւ բավականին մեծ տեղ է բռնել այդպիսի ընկալումը մեր հասարակության մեջ։ Բայց եթե այդպես մտածենք, մենք ինքներս էլ չպետք է նախաձեռնենք հանձնաժողով ստեղծել։ Ընդհանրապես դա պիտի հանվի որպես այդպիսին գործիք ազգային ժողովի զինանոցից։ Ես դրան դեմ եմ։ Իհարկե, միշտ իշխանությունները, այն ուժերը, որոնք որ լինեն այս թևում, թե այն թևում, ուզում են ինչ-որ բան կոծկել, կարող է ամեն ինչ անեն, որպեսզի այդ աշխատանքները ձախողվեն եւ կոծկվի։ Դրա համար էլ հանձնաժողովը պետք է բալանսավորված լինի։ Դրա համար էլ հանձնաժողովը պետք է իսկապես հակակշռելիության եւ զսպման գործիքներ իր մեջ պարունակի։ Եվ դրա ամենակարևոր ձևը ընդդիմության եւ իշխանության հակակշռելի վիճակն է, որ տեղի ունենա հանձնաժողովի մեջ։ Հիմա սրա հետ կապված տարբեր լուծումներ կան, բայց ամենակարևոր խնդիրը, որ ես կարևորում եմ եւ որպես ընդդիմություն մենք այս աշխատանքների մեջ մտնելու ենք ամբողջությամբ, վերաբերում է նրան, որ ոչ ոք մեզ չի խանգարում մեր աշխատանքները, ինքներս մենք մեր մասին ենք խոսում, տանել հնարավորինս լիարժեք, օրնիբուն աշխատել, օգտագործել ամենաթեթև հնարավորությունը, ավելի խորքային ուսումնասիրություններ կատարել այս ոլորտում առնչվող խնդիրների հետ, օգտագործել այս լծակը, որ ազգային ժողովը ունի, եւ փորձել ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվել մինչև հիմա եւ ինչ խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի այս համակարգը իսկապես մեր երկրի, մեր ժողովրդին ծառայի։ Եվ այդ առումով մենք մեր աշխատանքների արդյունքներն էլ ամփոփելու ձևը գիտենք, ոչ ոք մեզ չի կարող մեր բերանը փակել, եթե մենք տեսնենք, որ եզրակացությունը չի համապատասխանում իրականությանը, այն եզրակացությունը, որը ներկայացվում է, իսկապես նպատակ ունի կոծկելու եւ ինչ որ բաներ թաքցնելու, մենք հատուկ կարծիքով հանդես գանք։ Ես
հիշեցնեմ, այդպիսի դեպքեր եղել է մեր պրակտիկայում, նույն օրինակ մարտի 1-ի 2-ի հետ կապված հանձնաժողովը, որ ստեղծվեց, պարոն Նիկոյանն էր ղեկավարում եւ այլ եւ այլ։ Էլի եղան, ասենք, ուժեր, որ չմասնակցեցին այդ հանձնաժողովին, մտածելով, որ նույն ձևով ծածկադմփոց եւ այլ եւ այլ։ Բայց մենք մտանք, մասնակցեցինք եւ հիմա ես կարող եմ ասել, որ մենք շատ գոհ ենք, որ մենք մասնակցել ենք այդ հանձնաժողովին, որովհետեւ մենք մեր հատուկ կարծիքով ի վերջո ուղղորդել ենք նույն Եվրոխորհրդի բանաձևերը։ Ես հիշում եմ մոնիտորինգի հանձնաժողովում, որ ասում ենք եզրակացություն կա էս, բայց նաև կա հատուկ կարծիք էս ձև եւ խնդրում ենք դուք նկատի ունենաք նաև փոքրամասնության տեսակետը։ Եվ այդ բանաձևերը, որ հիմա մենք նշում ենք օրինակ Եվրոխորհրդի, ես տող արտող կարող եմ բերել ձևակերպումներ, որոնք այդ նույն հատուկ կարծիքից այնտեղ ներառվել են։ Այսինքն ապարդյուն չի լինում աշխատանքը, եթե աշխատում ես, եթե ուզում ես իսկապես նպատակային գործ անել։ Եվ այստեղ մենք հենց այս հարցն ենք դնում. ինչպես անենք, որ այս հանձնաժողովը ծառայի իր նպատակին։ Մեր խնդիրը սա է։ Որ կա դրա հնարավորությունը, մենք համոզված ենք, որ կա։ Որքան էլ փորձեն նեղացնել, ինչ որ չափի մեջ պահել, սահմանափակել։ Միևնույն է, այդ հնարավորությունը կա, եթե անգամ փոքր-ինչ հնարավորություն կա, մենք այդ հնարավորությունը օգտագործելու ենք մինչև վերջ։ Ինչ հարցեր լուծելու համար։ Մեր համար շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը իսկապես տեսնի, որ այս հանձնաժողովը ավարտեց աշխատանքները եւ այս ոլորտում իր համար առնվազն մի քանի կարևոր խնդիրներ լուծվեցին։ Առաջի գլխավոր հարցը սակագնի գոյացման հարցն է, որ իսկապես հարց է, եւ ես դա վերել եմ դեռ 2010 թվականից ասել ենք, եղբայր բացատրություն չկա։ Ինչու Մոլդովան, որ նույն վիճակն է, Գազպրոմը, նույն գերիշխող դիրք ունի, մարժան $55 էր այն ժամանակվա 10 թվի տվյալներն եմ ասում, կարող է մի քիչ փոխված լինի, ավելի թանկ առնում են սահմանի վրա, ավելի էժան վաճառում են սպառողին։ Ոնց է դա տեղի ունենում։ Եթե այս հանձնաժողովը այդ հարցի պատասխանը չտա, ուրեմն ինչ-որ մի բան իսկապես ուզում է կոծկել։ Այս հարցը պիտի պատասխանվի։ Այդ ոնց ուրեմն մոլդովացիք ավելի խելոք են, ավելի լավ են ղեկավարում իրենց այդ համակարգը։ Այո, իհարկե ավելի խելոք են, ավելի լավ են ղեկավարում, եթե կարողանում են $55 մարժայով այս համակարգում սակագինը սահմանել։ Ուրեմն խնդիր կա այստեղ։ Մենք այս խնդիրը հետապնդելու ենք հասկանանք, այդ ոնց է ալնում, որ մեր մոտ մարժան $200 է, ոնց է ալնում։ Թող բացատրեն մեզ։ Այստեղ արդեն մի քանի բաներ հնչեցին, պարոն Բագրատյանը շատ լավ ասեց, կապված նույն աշխատավարձերի հետ, որ տվեք հնարավորություն դնենք նորմալ աշխատավարձերի սանդղակ, որ այս դաշտում աշխատի այս նույն Գազպրոմը իրեն չհամարի գերիրավունքներով օժտված, եւ այս $50-60 կրճատեմ այդ սակագինը։ Այո, եկեք քննարկենք, հասկանանք, իսկապես, այդ ինչի են որոշել որոշ այրեր, որ իրենք ավելի խելոք են, քան թե ազգային ժողովը։ Ես կարծում եմ, որ այս ազգային ժողովը ունի այդ պոտենցիալը։ Ունի այդ պոտենցիալը եւ երկու դաշտում էլ ունի, ընդդիմության մեջ էլ, իշխանության մեջ էլ։ Ունի այդ պոտենցիալը, որ կարողանա իսկապես հստակ հարցերի լուծում տալ եւ ապացուցել նույն կառավարությանն էլ, նույն մյուսներին էլ, որ դուք սխալ եք անում, որ չեք համագործակցում ազգային ժողովի հետ։ Դուք սխալ եք անում, որ այսպիսի հարցերը լուծում եք ինքնուրույն, թաքուն, առանձին։ Եկեք ազգային ժողովը ձեզ կօգնի, ես երկրի ազգային ժողովն եմ։ Ինչ եք դուք համարում, որ ավելի հայրենասեր, ավելի նվիրված եք, քան թե գործադիրը, քան թե օրենսդիրը եւ ազգային ժողովի падգամավորները։ Մենք սա պետք է ապացուցենք։ Եվ իմ կարծիքով մենք այստեղ խնդիր ունենք ազգային ժողովի իսկապես դերակատարությունը մեծացնելու։ Եվ դրա համար մեր համար ողջունելի է, որ այս գումարման աննախադեպ առաջի քայլը կատարվում է։ Կատարվում է քայլ, որ ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով եւ այդ լծակը ազգային ժողովն օգտագործի։ Այո, սա մեծ լծակ է։ Եթե մենք սրան միսուարյուն տանք, շունչ հաղորդենք, իրական դարձնենք, բոլորը կհամոզվեն, որ իսկապես ազգային ժողովին նախ չի կարելի անտեսել, մեկ, ոչ ոք մեզ չի կաշկանդում, մենք որոշենք ցանկացած հարցով ստեղծել հանձնաժողով եւ լուծումներ տալ։ Կհասկանան, որ այդ մի հատ լծակը, որը հնարավոր չի անտեսել, եւ ազգային ժողովը պետք է հաշվի նստեն։ Սա ամենակարևոր խնդիրն է, որտեղ այդ հակակշռելիությունը առաջացնենք գործադիր եւ օրենսդիրի մեջ եւ ազգային ժողովին վերադարձնենք իր իրական դերն ու նշանակությունը։ Սրա համար մենք պատրաստ ենք պայքարել անկախ նրանից, թե որ դաշտում ենք գտնվում, ընդդիմության թե իշխանության, որտեղ մեր համար կարևոր է պետական մարմինների սահմանադրությանը օրենսդերին համապատասխան
լիազորությունների ամբողջական իրականացումը ապահովելը։ Սա այդ առիթն է, եւ այդ առիթը մենք չենք ուզում չօգտագործել։ Եվ ես կոչ եմ անում նաեւ մեր իշխանության ներկայացուցիչներին, ովքեր մտնելու են այս հանձնաժողովի մեջ, իսկապես տքնաջան աշխատենք եւ արդյունք տանք, որ երևա, որ այս հանձնաժողովը իսկապես աշխատեց, սակագները ճիշտ որոշեց, համոզիչ էին փաստարկները, ստիպեց, որպեսզի այդտեղ վերանայումներ անեն, կալորիականության խնդիրով այս ժողովուրդը չի հասկանում գազավառում թե ինչա վառում, դնենք այդ ամեն ինչը ճիշտ ընթացքի մեջ, վերադարձնենք ժողովրդին հավատը ինքն իր նկատմամբ եւ իր մարմինների նկատմամբ։ Եվ մյուս հարցը, որը կա, գործիքներ ստեղծենք, այո, մենք մտահոգություն ունենք, որ այս Գազպրոմին, այո, նորից անտեսելով, շրջանցելով ազգային ժողովը, տվել են գերլիազորություններ, մոնոպոլ դիրք են ապահովել այս Գազպրոմի համար։ Ստեղծենք գործիք, որ երկիրը կարողանա այդ մոնոպոլ դիրքի առաջացումը կանխելու եւ նրա չարաշահումը արգելելու միջոցներ ձեռք բերի։ Այսինքն մենք ինքներս այդ եզրակացությամբ այդ հնարավորությունը տանք։ Եվ ի վերջո, ով էլ լինի դրսից եկող Հայաստան ներդրող, մանավանդ Գազպրոմի օրինակով հասկանա, որ իրավունք չունի շրջանցել սահմանադրությունը, մեր օրենքները, մեր ստեղծած մարմինները, որոնք վերահսկելու են կոչված, որ այստեղ խոսում ենք պարոն Նազարյանն էլ մի քիչ նեղանում էր, բայց մենք այդ էինք ասում։ Ես ուզում եմ, որ այդ հանձնաժողովը լավ աշխատի, իրական լծակներ ունենա։ Եթե ձեռք չի բերել այդ լծակները կամ մենք իրան այս լծակներից զրկել ենք այս կամ այն քայլով, վերադարձնենք այդ լծակները։ Մենք փոխենք վիճակը ընթացքում, չթողենք նորից կանգնենք փաստի առաջ, հետո ասենք, վայ, այս ոնց եղավ։ Եվ սրա հետ կապված ունենք ռազմավարություն ի վերջո, չէ՞ մշակված, ազգային ռազմավարություն, որտեղ մենք ասել ենք էներգետիկ համակարգը մեր ներքին անվտանգության հարցն է։ Պետք է այդ տրամաբանությունը, որը մենք դրել ենք այդ ռազմավարության մեջ, իսկ մեր բոլորի սպարտավորությունն է ռազմավարությունը անխափան պահել, որտեղ երկրի հեռանկարային զարգացումն ապահովող փաստաթուղթ է, սա մենք մոռացել ենք ընդհանրապես։ Այդ ռազմավարությունը պահանջում է, որ մենք գազամատակարարման ոլորտը, որպես էներգետիկ համակարգի մեջ կարևորագույն ոլորտ, հասկանանք, տեսնենք, թե այդ ինչեր պիտի նա անի եւ ինչեր պիտի չանի, որպեսզի մեր ներքին անվտանգությունը էներգետիկ համակարգի առումով չխաթարվի։ Այս հանձնաժողովի գործն է, թե գործը չի։ Ես կարծում եմ, այո, գործն է։ Նա պետք է իսկապես լծակներ, գործիքներ ստեղծի, պայմաններ ստեղծի, որ իսկապես այդ մեր ռազմավարությունը, էներգետիկ անվտանգությունը կապված գազամատակարարման ոլորտի հետ նույնպես անխափան ընթացքի մեջ դրվի։ Սա է մեր մոտեցումը։ Ես իսկապես որևէ այստեղ հարց չեմ տեսնում, եթե մենք աշխատենք, իսկ մենք աշխատելու ենք ամբողջական, լիարյուն եւ եթե տեսնենք ինչ որ բան այն չի, մենք հանդես ենք գալու հատուկ մեր եզրակացությամբ եւ ինչ որ տեղի է ունենալու ներսում հանձնաժողովի այդ թաքունությունն իհարկե ես չեմ հասկանում, բայց ինձ ոչ ոք չի կաշկանդելու, որ ինչ որ պետքա ես ասեմ դրսում, ասելու եմ դրսում։ Նաիրա Զորաբյանին համեցեք։ Շնորհակալություն, ես կարճ խոսեմ, ես չեմ կարծում, որ մենք քննարկումները պիտի տանեինք եւ տանենք այն ուղղությամբ, հավատում ենք մենք մեծամասնության, կառավարության, ուրեմն բարի մտադրություններին, անկեղծ ասած ինձ բացարձակապես չի մտահոգում հարցը, թե ինչ մտադրություններից, ինչ դրդապատճառներից ելնելով է խորհրդարանական մեծամասնությունը հանկարծ որոշել հանդես գալ նման նախաձեռնությամբ եւ լինել ուրեմն նախաձեռնողը նման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման եւ կարծում եմ մեր գործընկերներին դա եւս չպիտի մտահոգի, իրենց մտադրությունները մեզ չպիտի հետաքրքրեն, այն որ ունենք վստահություն, որ մտադրությունները իրապես այդ խնդիրների պատասխանները ստանալն է, կարծեմ այստեղ մեզանից յուրաքանչյուրը ունի այդ հարցի պատասխանը եւ պետք չէ սոցիոլոգիական հարցում անցկացնել բարձելու համար, որ ոչ, չունենք վստահություն, որ ձեր նպատակը իրապես այդ հարցերի պատասխանը ստանալն է։ Եթե ձեր նպատակը այդ հարցերի պատասխանը լիներ, ապա կրկնում եմ, դուք ձեր քվեարկությամբ Հայաստանի Հանրապետությունը չէիք դարձնի մեկ գազային ընկերության ֆան կլուբը, մեկ գազային ընկերության դուստր ձեռնարկությունը։ Բայց հարգարժան գործընկերներ, կարծում եմ մեզ պիտի հետաքրքրեն ոչ թե իրենց նպատակները, իրենց ցանկությունները, այլ մեզ պիտի հետաքրքրեն մեր նպատակները եւ մեր ցանկությունները, այսինքն հանձնաժողովի այն 5 անդամների, ովքեր քիչ
ժամանակ առաջ ներկայացրել էի նմանատիպ մի առաջարկություն ազգային ժողովի որոշման նախագիծ ստանալու մի քանի հիմնարար կարևորագույն հարցերի պատասխանը։ Եթե մենք մասնակցելու ենք այդ հանձնաժողովի աշխատանքներին, ապա մեզ պիտի հետաքրքրեն այն խնդիրները, որոնք մենք ենք ձևակերպում եւ դնում ենք մեր հանձնաժողով գործուղվելիք անդամների առջև։ Այո, փորձել ստանալ պատասխանները մի քանի կարևորագույն հարցերի, որոնք արդեն այստեղ հնչեցին, կրկնեմ, արագ $300 միլիոն պարտք, ուրեմն սպառողին հասնող շատ թանկ գազի գին եւ նաեւ այո, ինչու կնքվեցին նման ուրեմն պայմանագրեր։ Մեզ մեր խնդիրները պիտի հետաքրքրեն։ Կկարողանանք այդ խնդիրները լուծել 5 հանձնաժողովի անդամ ունենալով այդ հանձնաժողովում, կկարողանանք շատ լավ, կկարողանանք հանրությանը տալ այդ հարցերի պատասխանը շատ լավ։ Իրենց մտադրությունները մեզ չի պիտի հետաքրքրեն։ Չի ստացվի, որևէ մեկը չի կաշկանդելու, ուրեմն ներկայացված խմբակցության որևէ հանձնաժողովի անդամի ցանկացած պահի հանձնաժողովի գործունեության ընթացքում անել համապատասխան հայտարարություն իր վերաբերմունքը արտահայտելով հանձնաժողովի գործունեության վերաբերյալ։ Կրկնում եմ, մեզ համար սկզբունքային էր ժամկետը, որտեղ մինչև նոյեմբերի 8-ը, այո, դա լուրջ ավելացնում էր առանցայնել վստահության պակասը առ այն, որ հանձնաժողով ստեղծելու նպատակը ընդամենը կրքերը լրացնելն է, ընդամենը ժամանակ շահելն է, մինչև տեսնենք, թե այս ամիսների ներքաղաքական զարգացումները ինչի կբերեն։ Համաձայն չեմ, որ հարցերն այնպիսին են, որ 2-3 ամսով հնարավոր չէ դրանց պատասխանը ստանալ։ Իրապես, եթե նպատակը հարցերի պատասխանը ստանալն է, ժամանակը բավարար է այդ հարցերի պատասխանը ստանալու համար։ Ուստի մեր առաջարկը մնում է ուժի մեջ, ժամկետ սահմանել մինչև այս գարնանային նստաշրջանի ավարտը։ Կրկնում եմ, մենք պիտի մտահոգվենք մեր խնդիրներով, մեր նպատակներով եւ աշխատանքի համար մոտիվացիա պիտի լինի դա, ոչ թե ինչ կա, ինչ հետին միտք կա մեծամասնության ուրեմն ծրագրերում, նպատակներում, թե ինչ կա, բոլորիս համար էլ պարզ է։ Շնորհակալություն։ Այժմ արտահայտ ելույթի համար ձայն տրվում է ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին։